Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, շնորհակալություն Մարգարիտ, որ այսօր եկել ես, ես եւս մի անգամ խնդրում եմ բացատրի թե ինչու միտինգ չարեցիք դուք։ Ես կարող եմ ուղղակի իմ ենթադրությունը անել, եթե ծանոթ եք այսօր նաև կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է տարածել հայտարարություն, թե ինչու չարեցինք, ուղղակի դա եւ տեխնիկապես եւ բարոյապես կարծում եմ ճիշտ չէր նայվի, որովհետեւ Ռաֆի Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցները գտնվում էին Ազատության հրապարակում եւ պատկերացրեք, եթե նաև մեկ այլ քաղաքական ուժ իր համակիրներով հայտնվեր Ազատության հրապարակում, ինչպիսի իրավիճակ էր առաջանալու, ես չեմ ուզում մտածել, որ դա լուրջ առճակատման էր տանելու, այդուհանդերձ մենք հարգեցինք Ռաֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների այսպես ասած իրավունքը, իրենք զբաղեցրել են այս պահին Ազատության հրապարակը եւ որոշեցինք առժամանակ կոնկրետ այսօրվա հանրահավաքը չիրականացնել, չկատարել եւ կարծում եմ այս բացատրությունը շատ տրամաբանական ու հասկանալի պիտի լինի բոլորին։ Երբ որ այդպիսի իրավիճակ ստեղծվեց, հա, երեք որ Ռաֆի Հովհաննիսյանը ասաց, որ մենք կսպասենք, կդիմավորենք, չգիտեմ եւ այլն, ես մտածում էի ինչ պիտի անեն հանրապետականները։ Մի կողմից բնականաբար այն տրամաբանությունը, որը ասում ես, մյուս կողմից հակառակորդները կարող են ասել, չեք կարողանում մարդ բերել, չեք կարողանում մարդ հավաքել։ Եվ բ. Հիշում եք 2008 թվականին, երբ որ Տեր-Պետրոսյանի միտինգը հանրապետության հրապարակում էր, իսկ Սերժ Սարգսյանի միտինգը Ազատության եւ հանրապետության հրապարակում, հանրապետության հրապարակից թողեցին փախան։ Դուք վախեցաք այս իրավիճակից, այսինքն ես մտածեցի, որ կարող են նաեւ լինել այդպիսի գնահատականներ, ինչ կասես։ Չէ, որևէ մեկը չեմ կիսում, անկեղծ ասած, այդ գնահատականների եթերին էին, որովհետեւ վախենալու որևէ խնդիր չկա։ Այս ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ ընդհանրապես որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հանրապետական կուսակցությունը կարողանում է բազմամարդ հանրահավաքներ իրականացնել եւ մարդիկ գալիս են այդ հանրահավաքներին։ Ամեն դեպքում ես իմ ճանաչած մարդիկ զորով չեն գնում եւ ես չգիտեմ դեպքեր, որ մարդկանց զորով են տանում։ Եթե ինչ-որ մարդիկ ենթադրում են, որ զորով են տանում, դա իրենց իրավունքն է, ուղղակի կարող են նման ենթադրություն անել։ Բայց ես ուզում եմ հակառակը ասել, իսկ ինչու՞ չեք մտածում, որ եթե հանրապետական այդպես բազմահազարանոց հանրահավաք հավաքած, այսինքն բազմություն հավաքած գնար Ազատության հրապարակ, ուղղակի մյուս Ռաֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համար տեղ չէր մնա։ Ես էլի եմ գտնում, ավելի լավ է մենք մտածենք այնպես, ինչպես ես ասացի, այսինքն մենք հարգեցինք իրենց իրավունքը եւ չուզեցինք ամենայն դեպս այսօր խանգարել իրենց ակցիան, այսպես ասեմ։ Հասարակությունը բաժանելու վերաբերյալ, հա, մի կողմից այո, վատ է հասարակությունը բաժանել, մյուս կողմից ես ճիշտ ասած ինձ բաժանված եմ զգում մեր այն գործընկերների նկատմամբ իրականացված մարդկանցից, ասենք թե գալիս է մեր գործընկեր Նելի Գրիգորյանը Մհեր Սեդրակյանի շտաբ, այնտեղից դուրս է գալիս Մհեր Սեդրակյանի խմբի մեղմ ասած անդամը վերցնում է նրա մեր տեսախցիկը, մեր լրագրողի տեսախցիկը վնաս է պատճառում տեսախցիկին, ես այդ մարդու հետ չեմ ցանկանում, այդ ընտրությունների ժամանակ էր բնականաբար, չեմ ցանկանում հոգեհարազատություն զգալ, նորմալ է։ Բնականաբար։ Դուք չեք կարող ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց հետ հոգեհարազատ զգալ, որտեղ մարդիկ տարբեր են եւ իրենց բնավորությամբ, իրենց տեսակով, իրենց կրթական ցենզով, իրենց ճաշակներով, իրենց սովորություններով, իրենց ապրած կյանքով, դուք բացարձակ պարտավոր չեք ընդհանրություն զգալ Մհեր Սեդրակյանի, նրա նմանների կամ ընդհանրապես բոլոր մարդկանց նկատմամբ, դա ձեր իրավունքն է։ Ես տեղյակ եմ, Նելին ինձ պատմել է այդ միջադեպի մասին, շատ ցավում եմ, որ նման միջադեպ եղել է, թեպետ ես գիտեմ նաեւ, որ հետո կարծեմ խոսել են, հաշտվել են, հասկացել են իրար, թյուրիմացություն է եղել, նաև այդ մասին գիտեմ։ Այդուհանդերձ նման երևույթները ուղղակի ես շատ ցավում եմ, որ կան դեռ մեզանում եւ ես շատ եմ ուզում, որ հաջորդ ընտրություններում գոնե մենք այդ կարգի երևույթների մասին չխոսենք։ Կարծում եմ այս ընտրություններում մենք արդեն որոշ առաջընթաց տեսանք, որ լրագրողների հանդեպ այդքան շատ չեղան կամ գրեթե չեղան բռնություններ եւ կոպիտ վերաբերմունք, ինչպես մենք տեսանք դա եւ նախորդ ընտրություններում եւ դրանից առաջ եղած բոլոր ընտրություններում։ Հուսով եմ, որ մենք կամաց-կամաց կսովորենք ժողովրդավարության դասերը եւ այդ ճանապարհին քիչ սխալներ կգործենք։ Ստավկան ընտրություններում եւ ընտրությունների բաները կազմակերպելու համար դրվում է Մհեր Սեդրակյանի նման երևույթների վրա, հա։ Ոչ, ստավկան դրվում է ընտրողի վրա։
Այսինքն ստավկան դրվում է ընտրողի քվեի վրա, ընտրողի վստահության վրա, եւ դա է պատճառը, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում հենց հանդիպումների առանցքը հենց սա էր, որ ընտրողին ասվում էր, որ սիրելի ընտրող, ես այս աշխատանքները կատարել եմ, այս սրանք չեմ հասցրել կատարել։ Եվ հիմա նորից եկել եմ խնդրելու ձեր վստահության քվեն, որպեսզի ժամանակ ունենամ աշխատանքների շարունակություն իրականացնել։ Եվ շատ վտանգավոր է, եթե հանկարծ ինչ-որ մեկը մտածի, որ ստավկան դրվում է ձեր ասած մարդկանց կամ ընդհանրապես այդ կարգի մարդկանց վրա։ Ստավկան դրվում է այսօր ընտրողի վստահության վրա, ընտրողի վրա եւ մեր հասարակության, որովհետեւ մենք այլ ճանապարհ չունենք։ Մյուս ճանապարհը մեզ շատ վատ տեղ է տանելու եւ ես ուղղակի համոզված եմ, որ մենք այսօր ամեն ինչ անում ենք եւ պիտի անենք, չեմ ուզում ասել, որ մենք հասել ենք ուղղակի մեր պատկերացրած իրավիճակին, որ ձեր նշած ստավկան դրվի հենց ընտրողի քվեի վրա։ Հակառակ դեպքում մենք լուսաբանել ենք ուրեմն բոլոր ընտրությունները 95 թվականից սկսած, հա, երբ որ նախագահ է դառնում այդպիսի պերսոնաժների շնորհիվ նա կախում է նայում այդ պերսոնաժներին եւ շատ կաշկանդված է զգում։ Դու կարող ես ասել հիմա նախագահը կաշկանդված է այդ պերսոնաժներով, քրեական, օլիգարխիկ եւ այլն, թե նրա ձեռքերը ազատ են։ Համոզված կարող եմ ասել, որ կաշկանդված չէ, որովհետև ես ներկա եմ եղել բազմաթիվ հանդիպումների, որոնցում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակի հրահանգել է բոլոր ձեր նշած կերպարներին եւ ընդհանրապես այն մարդկանց, որոնք թաղային հեղինակությունների հետ կապեր ունեն, թաղում հեղինակություն ունեն, ընտրություններում բավականին ակտիվ են մասնակցում, բացահայտ եւ բացահայտ ասվել է, որ որևէ կեղծիք, որևէ բռնություն, որևէ մեկի նկատմամբ որևէ ուժի գործադրում չլինեմ, չիմանամ, որ լինի դա։ Այսինքն դրան գոնե ես ներկա եմ եղել եւ կարող եմ ինքս վկայել, որ հրահանգը այդպես է տրված։ Բայց ինչու չեն լսում նրան։ Ես կարծում եմ, որ լսեցին, որովհետև ինչպես նշեցի եւ 95 թվականից մենք ներկա ենք ընտրություններին, ես որպես լուսաբանող եւ տեսել եմ շատ բաներ եւ եթե ես այսօր համեմատություն անեմ օբյեկտիվորեն, ոչ այնպես գուցե հերոստատիտողը մտածի, որ ես ինչ որ կողմնակալ, ոչ, ուղղակի օբյեկտիվորեն համեմատություն անեմ, այո, փոփոխություն կա եւ օբյեկտիվ նայողները պիտի տեսնեն այդ փոփոխությունը։ Ես շատ լավ հիշում եմ, ինչպես կինոնայերի մոտ կոտրեցին մեր գործընկերուհու տեսախցի ձայնագրիչը եւ այլ բաներ եւ հազարումի տարբեր բաներ տեղի ունեցան եւ այս որ թվարկումը եթե դնում ենք իրար կողք, այսօրվա իրավիճակը շատ շահեկան է։ Այսօր մենք այդ դեպքերը չունենք այդպիսի որակով, այդպիսի մակարդակով եւ այդ քանակով եւ ես առաջընթաց տեսնում եմ։ Դու կարող ես ասել, որ նաեւ չեն եղել ընտրակաշարք բաժանելու դեպքեր։ Ես չեմ, ինձ ընտրակաշարք չեն տվել եւ մեր շենքում չեն տվել եւ նույնիսկ մի զավեշտալի բան պատմեմ։ Հետաքրքիր կլներ, որ այո, շատ վատ չէր լինի եթե դային եւ մեր հարևանները դե իմանալով որ ես ազգային ժողովի падգամավոր եմ, անկեղծ ասած զգալիս էին եւ ասում էին որևէ բան չի լինելու։ Չի սպասվում որևէ բան։ Ես ինքս ծիծաղում եմ, մտածում եմ, տեսնես ինչ են էլի ակնկալում։ Ես նման դեպքեր չեմ տեսել։ Ես չեմ կարող ուղղակի ասել մի բան, որը ինքս չեմ տեսել, այսինքն խոսեմ այդ մասին։ Գուցե ինչ որ տեղերում ինչ որ շնորհակալություններ եւ ինչ որ վերաբերմունք գուցե եւ եղել է, բայց ես չեմ ուզում խոսել մի բանի մասին, որը ինքս անձամբ չեմ տեսել։ Մարդիկ գազելներով, ավտոբուսներով գալիս են, բերվում են ընտրատարածքներ եւ երբ լրագրողը, մեր մյուս լրագրողը Ռեպսի Մեջեբեջյանը փորձում էր նորագավիթում դա լուսանկարել կրկին ուրեմն այդ պերսոնաժները ու ճակերտներում հերսետ հրակյատները նրանք էլի բան էին անում, խոչընդոտում էին Արդյոք դա նշանակում է, որ գազելներով բերելը դա ինչ-որ կրիմինալ է։ Չեմ կարծում, որ կրիմինալ է, ես կարծեմ նման արգելք օրենքի մեջ չկա, ընտրական օրենսգրքում։ Այդուհանդերձ վերջերս ես մի միջոցառման էի, մի քննարկման էի մասնակցում հաշմանդամների ընտրական իրավունքի հետ կապված եւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ուղղակի զրույցի ընթացքում հասկացվեց, որ վատ չէր լինի, եթե օգնեին իրենց եւ գազելներով կամ համարժեք մեքենաներով իրենց ընտրատեղամաս հասցնեին։ Ես կարծում եմ, որ եթե նման դեպքեր եղել են այդ տրամաբանության մեջ են տեղավորվել եւ կան մարդիկ, որոնք սոցիալապես այնպիսի վիճակում չեն, որ հնարավորություն ունենան կամ առողջական ինչ-որ խնդիրներ ունեն, կամ ուղղակի տեղաշարժվելու խնդիրներ ունեն։ Ես կարծում եմ սա այս տրամաբանության մեջ է, որովհետեւ այդ դեպքում ինչու չեն թույլ տալիս նկարել, նրանք զգում են, որ վատ բան են անում, չէ՞, եթե թույլ չեն տալիս նկարել։ Ես կարծում եմ ուղղակի լրագրողներից
վախենում են, ցանկացած նկարելու դեպքում ուղղակի սկսում են խառնվել իրար, ես չեմ հասկանում թե ինչու, ես դրանով եմ բացատրում։ Օրինակ, երբ որ ինձ փորձում են նկարել, ես չեմ արգելում, որ ինձ նկարեն։ Հա, լավ, որովհետև դու նկարող ես։ Սերժ Սարգսյանը ընտրվել է։ Միանշանակ այո։ Ես ամբողջ գիշեր գտնվել եմ ընտրական շտաբում Սերժ Սարգսյանի եւ տեսել եմ այն աշխատանքը ահռելի, որ կատարվում էր, եւ այն ինֆորմացիան, որ գալիս էր տեղամասային հանձնաժողովների, կենտրոնական հանձնաժողովից, որոնք որ հասնում էին, միանշանակ ընտրվել է։ Գիտեք, ես շատ հարգում եմ պարոն Հովհաննիսյանին, վստահ եմ հաջորդ հարցը վերաբերելու է հենց Ռաֆի Հովհաննիսյանին։ Ես հարգում եմ իրեն որպես քաղաքական գործիչ եւ որպես հայրենասեր մարդ։ Նույնիսկ չեմ վախենում ասել, որ սիրում եմ իր գործունեությունը, որովհետև ինքը նոր երանգներ մտցրեց մեր քաղաքականության մեջ, մեր քաղաքական գործընթացներում, հենց իր միայն ընտրաշավի ընթացքում այդ բարևելու այդ գործընթացը ինձ շատ դուր էր գալիս անկեղծ ասած, եւ ելի մի միջադեպ պատմեմ ու վերադառնամ ձեր հարցին։ Սեպտեմբերի 2-ին մենք մի խումբ падգամավորներով գտնվում էինք Ստեփանակերտում, մասնակցելու Լեռնային Ղարաբաղի անկախության տարելիցին, եւ այդ խումբը եւ Ղարաբաղի ղեկավարությունը ոտքով հրապարակից, Արցախի հրապարակից գնում էինք դեպի զոհերի հուշարձան ծաղիկներ դնելու, դա բավականին երկար ճանապարհ էր եւ մայթերին կանգնած էին ղարաբաղցիները Ստեփանակերտները եւ մեզ ողջունում էին, այսինքն մարդիկ կանգնած էին նայում էին թե ինչպես այսպես կոչված ղեկավարությունը, ոչ թե այսպես կոչված նախագահը կար նաեւ Ղարաբաղի եւ մեր ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորներ գնում են դեպի ես բոլորին բարևում էի անկեղծ ասած եւ ասում էի բարև ձեզ ոչ ձեռքով, բայց ես հասկանում եմ որ մարդիկ երբ որ նայում են քեզ դու պետք է իրենց բարևես եւ Վահան Հովհաննիսյանը այսպես կատակով ասեց լսի դու Խորաֆի Հովհաննիսյանը չես ինչ ես բոլորին բարևում ես ասի ված չէ լինի որ դուք էլ բարևեիք որտեղ մարդիկ նայում են ու դուք անցնում եք մարդկանց միջով եւ դա բարեկրթության ուղղակի շատ լավ օրինակ է այդուհանդերձ վերադառնալով ձեր հարցին նախագահ է ընտրվել հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը այդտեղ երկրորդ կարծիք չկա հաստատ եւ ես այսպես կպատասխանեի ձեր հարցին նաեւ եթե ես գործող լրագրող լինեի եւ պարոն Ռաֆի Հովհաննիսյանը բավականին մեծ տոկոսներ է հավաքել որևէ ընդդիմության տեխնացու 2008-ին նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը այդքան չհավաքեց եւ ես շատ զարմացած եմ ճիշտ ասած որովհետեւ պարոն Հովհաննիսյանի կուսակցությունը գիտեք ինչպիսին է եւ փոքրաթիվ է եւ չունի բավարար լծակներ բավարար հնարավորություններ իմ բացատրությունը հետեւյալն է այն մասան որը ընդդեմ էր եւ դժգոհ էր իր ձայնը տվեց Ռաֆի Հովհաննիսյանին դրանք ոչ թե Ռաֆի Հովհաննիսյանի ձայներն էին այլ իշխանությունից դժգոհ մարդկանց ձայներն էին եւ ի պատիվ այսինքն այս իրավիճակի եւ մենք պետք է ասենք վերանանք այսինքն համարենք եթե հանկարծ նկարվել է ես ժխտում եմ այս կանխավարկածը ի սկզբանե բայց եթե նույնիսկ այդպես համարենք եթե նկարում էին ավելի քիչ կնկարեին չէ Ռաֆի Հովհաննիսյանը ես կարծում եմ դրանք հենց նրա ստացած ձայներն են նրանք ասում են որ մենք կարողացել ենք որոշ տեղեր պահել մեր ձայները իսկ որոշ տեղեր չեն կարողացել պահել դե այդպես պիտի ասեն բնականաբար Ռաֆի Հովհաննիսյանը հենց ստացել է այնքան ինչքան որ ստացել է եւ Սերժ Սարգսյանը ստացել է այնքան ինչքան որ ստացել է պարզապես այն աժոտաժը որ այսօր ստեղծվել է այդ քվեների շուրջ ինձ մի քիչ վախեցնում է եւ զայրացնում է անկեղծ ասած, որովհետեւ մարդիկ, որոնք գնացել են, ես կոնկրետ գիտեմ, բայց չեմ հրապարակի անուններ եւ իրենց քվեաթերթիկը փչացրել են, ոչ թե ընտրել են Ռաֆի Հովհաննիսյանին, գնացել եւ անվավեր են դարձրել իրենց քվեաթերթիկը։ Այսօր կանգնում են հրապարակում իբր Ռաֆի Հովհաննիսյանի կողքին են։ Ես կարծում եմ դրանք այն մարդիկ են եւ մեծամասնություն են այսօր հրապարակում կանգնածները, որ փորձում են Ռաֆի Հովհաննիսյանի շնորհիվ կամ օգտագործելով կներեք այդ բառի համար իրենց ձեռքերը լվանալ, ինչպես ոգևորության, այսպես նշույլներ են տեսնում դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է ես ու ենթադրենք որ ասես ենթադրենք Սերժ Սարգսյանը ընտրվել է միևնույն է հասարակության մեջ չկա վստահություն ընտրական process-ների վերաբերյալ չկա վստահություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա այդ վստահությունը ինչպես էլ հիմա համոզենք եթե նույնիսկ 3 ժամ խոսենք դրա մասին միևնույն է չի լինի ինչ պետք է անել գիտեք իսկ 20 տարի շարունակ կար այդ վստահությունը երբեք չկար այսինքն դա մի չասեմ դժբախտություն է դա մի ցավ է որը մենք պետք է միասին բոլորս միասին բուժենք այդ ցավը դա մի հիվանդություն է բոլորս միասին պիտի բուժենք բայց ես իմ ու ձեր տարբերությունը այն է որ ես տեսնում եմ որ կա առաջընթաց քայլ իմ եւ մյուսների տարբերությունը որոնք չեն տեսնում այդ առաջընթացը հենց դա է ես տեսնում եմ որ կա առաջընթաց քայլ ասացի թե ինչու եւ լրագրողների նկատմամբ վերաբերմունքում կոպտության բնության դեպքերը պակասել են կամ գրեթե չկան եւ ընդդիմության այսպես ասենք տեխնացուն
թեպետ ընդդիմությանը չէր, եւ երկրորդ տեղը գրաված տեխնատուն շատ ավելի շատ քվե է ստացել, շատ ավելի շատ տոկոսներ, քան երբևէ կարող էր ստանալ ընդդիմության տեխնատուն։ Մի խոսքով այս իրավիճակն է, եւ ես կարծում եմ, որ բոլորս անելիք ունենք, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ մարդիկ, որոնք ընդհանրապես քաղաքականությունից հեռու են։ Ես չեմ ուզում ելի ասել կամած քիչ-քիչ համբերենք, բայց կարծում եմ համբերելով ուղղակի ձեռքերը ծալած չպիտի նստել։ Պիտի ամեն մեկս մեր տեղում մեր գործը անենք, որպեսզի այդ ցավոտ խնդիրը, որ մենք ունենք 20 տարի շարունակ, հաջորդ ընտրություններում գոնե չլինի։ Վերջին հարցը. ինչպես է պատկերացնում այս լուծումը։ Հիմա այս պահից մենք դեռ չգիտենք, թե ինչպես է ավարտվել հանդիպումը Սերժ Սարգսյանի եւ Ռաֆիկ Հովհաննիսյանի, բայց սկզբունքորեն ինչպես է լուծումը պատկերացնում։ Ռաֆիկ Հովհաննիսյանը հանձնվում է, Սերժ Սարգսյանը հանձնվում է, թե նրանք գտնում են ինչպես կիսել իշխանությունը, ինչպես։ Իշխանություն կիսելու խնդիր չկա, ժողովուրդը իր ընտրությունը կատարել է։ Այսինքն մենք այսօր ունենք ընտրված նախագահ, եւ մենք ունենք երկրորդ տեղը գրաված տեխնացու, որը հարգանք է վայելում հասարակության մեջ, որին մարդիկ սիրում են, որին մարդիկ տվել են իրենց քվեն վստահելով։ Ես կարծում եմ իրենք երկուսով բավարար խելք եւ փորձառություն ունեն համատեղ որոշում կայացնելու։ Եթե անձամբ իմ կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ ճիշտ կլինի, որ պարոն Հովհաննիսյանին որևէ պատասխանատու պաշտոն տրվի, որպեսզի ինքը իր բոլոր ուժերը, իր բոլոր լծակները օգտագործի հենց այդ պաշտոնում, որպեսզի հենց ինքը ներսից տեսնի, թե որքան հեշտ կամ որքան դժվար է իշխանություն լինելը։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, մենք կհանդիպենք վաղը, տեսություն։